Ողջույն ձեզ։ Հեռուստադիտողը հետևյալ հարցն է ուղղել մեզ։ Ավետարանն ասում է, որ մարդը մեղավոր ու տկար արարած է, բայց միևնույն ժամանակ մարդը ձգտում է մեծության եւ ձգտում է դեպի Աստված։ Միթե հնարավոր է այս հակասությունը լուծել, ինչպես կարող է մեղավոր մարդը ձգտել դեպի Աստված։ Իրականում այս հակասությունը մեղավոր մարդու եւ աստվածային կատարելության մենք տեսնում ենք մարդկային ամբողջ կյանքի ընթացքին եւ տեսնում ենք աշխարհի ամբողջ պատմության եւ առողջության պատմության մեջ։ Եվ այս հակասությունը այնքան ընդգծված է մեր կյանքում, հատկապես այսօր, որ շատ հաճախ այս երկու հակասությունների լուծումը մենք չենք տեսնում։ Չենք տեսնում, որովհետեւ չենք կարողանում գտնել այն հենարանը կամ այն ամուր հիմքը, որի վրա մենք պիտի դնենք այս երկու հակասությունները ու գտնենք լուծման տարբերակները։ Իսկ այդ հիմքը կամ այդ միջոցը, որտեղ կարելի է կամ որի շնորհիվ կարելի է այս երկու հակասությունները լուծել, դա քրիստոնեությունն է։ Ոչ մի ուրիշ կրոն, ոչ մի ուրիշ ուսմունք, փիլիսոփայական ուղղություն կամ տեսություն նման այս հակասությունները չի լուծում։ Լավագույն դեպքում կարող են վերցնել մարդկային մեղավոր վիճակը եւ սա վերլուծել եւ սրան որոշակի բացատրություններ տալ, կամ վերցնեն աստվածային կատարելությունը եւ փորձեն սրան որոշակի ձևակերպումներ տալ, բայց քրիստոնեությունը երկուսն էլ վերցնում է եւ փորձում է այս երկու հակասությունները մարդկային կյանքում դրսեւորվող լուծման տարբերակները եւ լուծման ճանապարհները ցույց տալ յուրաքանչյուր մի մարդու։ Սովորաբար մարդը չի կարող ընդունել այն, ինչ ինքը չգիտի։ Իսկ այս երկու հակասություններին նայելով մարդը գիտի մեկը եւ չգիտի մյուսը։ Մարդը գիտի իր մեղավոր լինելու հանգամանքը, որովհետեւ այդ մեղքերը իր կյանքում գործնականում դրսեւորվող մի երևույթներ են, որոնք մարդը իր մաշկի վրա է զգում։ Իսկ այն, որ մարդը աստվածանման պատկեր ունի, այս մասին շատ հաճախ ինքը չգիտի կամ աղավաղված է լավագույն դեպքում այդ պատկերացումը եւ այդ գիտակցությունը։ Ուստի քրիստոնեությունը սկսում է հենց այստեղից, սովորեցնելով մարդուն, որ ինքը աստվածային պատկերով ստեղծված արարած է, սովորեցնելով մարդուն իր մեծությունը եւ մարդու ամբողջ առաքելությունը։ Քրիստոնեությունը սովորեցնում է ոչ միայն, որ Աստված կա, գոյություն ունի եւ սիրում է մեզ, քրիստոնեությունը նաև սովորեցնում է, որ դրանցից զատ կա նաև մարդկային դժբախտություն, որի ամբողջ պատճառը Աստծուց հեռացած լինելն է։ Ամբողջ աշխարհը փորձում է գտնել մի հարցի պատասխան, թե ով է մարդը։ Այս հարցի պատասխանը գիտի միայն նա, ով ստեղծել է մարդուն։ Աստված ստեղծեց մարդուն կատարյալ, անմեղ, բայց մարդը չպահեց այդ շնորհները, քանի որ կասկածեց ու հպարտացավ։ Ուստի մեր կյանքում այս հակասությունների լուծումը սկսվում է առաջին հերթին մեղքի նկատմամբ պատասխանատվությունից եւ ամենակարևորը աթամական մեղքի նկատմամբ պատասխանատվությունից։ Շատերը կարծում են սա անարդար մի բան է, ինչու մենք պիտի պատասխան տանք Ադամի գործած մեղքի համար։ Բայց մյուս կողմից չմոռանանք, որ մենք ժառանգել ենք այն, ինչ որ ուներ Ադամը, իսկ Ադամը ուներ իր առաջին գործած մեղքը, որը պատճառ եւ առիթ եղավ, որպեսզի մարդը արտաքսվեր դրախտից։ Առանց առաջին այդ գործած մեղքի մենք չենք կարող հասկանալ, թե ով է մարդը կամ բացատրել այդքան ծայրահեղ հակասությունների խտացումը մեկ անձի մեջ։ Քրիստոնեությունն այդ հակասությունը լուծում է ոչ միայն դրանք ձևակերպելով տեսականորեն, այլ նաև ճշմարտությունը բացահայտելով, քանի որ առանց ճշմարտության հնարավոր չէ հասնել կատարելության, եւ այդ ճշմարտությանը հնարավոր է հասնել ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ ավետարանի պարզությամբ։ Ավետարանական ճշմարտությունն այո, մարդուն սովորեցնում է, թե որքան մեղավոր ու անկյալ վիճակում է գտնվում մարդը, սակայն միևնույն ժամանակ սովորեցնում է, որ մարդը պիտի նմանվի Աստծուն։ Նման բան միայն քրիստոնեության մեջ կարելի է հանդիպել։ Քրիստոնեությունն այս հակասությունները լուծում է, այլ ոչ թե թողնում մարդուն մենակ այս խնդիրներից որևէ մեկի հետ, քանի որ մարդը հանդիպելով իր տկարությանը կարող է հուսահատվել, իսկ մյուս կողմից տեսնելով իր մեծությունը
կամ նկատելով կամ արժևորելով միայն իր մեծությունը կարող է հպարտանալ։ Եվ այս իմաստով է, որ քրիստոնեությունը մեզ ցույց է տալիս ոսկե այն ճանապարհը, որտեղ երկու այս հակասությունները իբրև մարդկային եւ այս հակասությունների բախումը իբրև մարդկային ամենամեծ կոնֆլիկտներից մեկը, որի ընթացքում մենք կարողանում ենք լուծել։ Եվ պիտի ցանկանամ, որ մարդկային մեր այս հակասություններին անդրադառնալիս մենք փորձենք երբեք չկասկածել, որովհետև սրբության տանող ճանապարհը միայն մեղքեր չգործելը չէ։ Սրբության տանող ճանապարհը նաև չկասկածելու շնորհն է, որ յուրաքանչյուր մի մարդու կյանքում կարող է դրսևորվել Աստծո նկատմամբ ունեցած վստահությամբ, հավատքով եւ հավատարմությամբ։